Այստեղ ունենալ շատ ավելի մրցակցային միջավայր, այդ ֆունկցիոնալում տեղի ունենա եւ բայց չկա մի ամրանք, որով կարելի է ներդրում անել։ Կա արդեն Թրամփի նախագիծը կա, ոչ։ Ես անոթ չեմ նախագծին որպես այդպես։ Այսինքն կառուցման աշխատանքները գործնականում այսպես չեն սկսվել, չէ՞, այդ ընկերությունները, որ դուք ասացիք, Դե դրանք ուսումնասիրությունների փուլում են։ Տեսեք, հիմա նայեք, մենք ես այն որ ասում եմ, դա այդ չի նշանակում, որ մենք այդքան սպասելու ենք, չէ՞, բայց չի կարող օրինակ այսօր որոշվի, որ մենք օրինակ ճանապարհ ենք կառուցում, վաղը դրա process-ը սկսի, չէ՞, ինքը ուսումնասիրություն կանգերություններ գալիս են ֆինանսավորման պայմաններ, նախագիծ, տեղանքին ծանոթացում եւ ինձ թվում է ավելի կոմպետենտ մարդիկ կան, ավելի կոմպետենտ մարդիկ կան, որոնք որ կասեն, ես նման տեխնիկական հարցերի չեմ տիրապետում։ Ապահանիստում պարոն Բաբոյանը Պուտինի եւ Փաշինյանի հայ-ամերիկյան ընկերությունը արդեն ձևավորվել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Պարոն Պապյան, ապահանիստում Պուտինի եւ Փաշինյանի միջև այսպես է տարաձայնությունը ԵԱՏՄ շրջանառության հետ կապված, թվերի հետ կապված, ինչու է այդպես, իսկ ըստ էության անկում է գրանցվել այդպես այդ շրջանառության մեջ։ Մենք հիշում ենք, որ ընդդիմությունը անընդհատ դեռ 2 տարի էս վերջին անընդհատ ահազանգում էր, որ այս թվերը այդ ուռճացված են, այսինքն Հայաստանում էական տնտեսական ներդրումների արդյունքում չի այդ շրջանառությունը ավելացել, դուք հակադարձում եք, որ դա այսպես սեփականաշնորհում էր իշխանությունը իրեն։ Հիմա հասկանում ենք, որ նույն ոսկու այսպես շրջանառության, ավտոմեքենաների հետ կապված ակնհայտ ընկել է այսպես ոսկին։ Այս դեպքում ճիշտ էր ընդդիմությունը, երբ ասում էր, որ այդ թվերը ուռճացված է, որով իշխանությունը այսպես ասած գլուխ է կողմում։ Թիվը ուռճացված է, թիվը ոսկու շրջանառություն էր տեղի ունենում, որից ես անցած տարի եմ ասել, նախանցած տարի եմ ասել, այս տարի եմ ասել։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ։ Հիմա այդ թիվը 0 էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ 0-ի է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, այդ դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ 0-ի է, որովհետև դա մի բան էր, այսինքն այդ պրոդուկտը գալիս էր Հայաստան, դա գնում էր մեկ այլ երկիր։ Ինքը ֆորմալ առումով, վիճակագրական առումով թիվ է։ Ռուսաստանի համար արդյունք է էական, որովհետև ինքը բան արտահանում։ Էմիրատների համար արդյունք է, որովհետև ինքը ստանում է։ Մեր համար ինքը ընդհանրապես վիճակագրական թիվ է։ Դրա համար որ ասում են արտահանում ներմուծումը, Հայաստանը չէ շահում, չէ, ոչ մի ինչ է շահել, որ մի երկու հոգի մաքսային հայտարարագիր կարող է լրացնում էին, մեկն էլ բան էր։ Զվարթնոցից բերում էին այնտեղ են Փարաքյարում մի հատ տեղ կար, այդ արանքում էլ հիշում եք, որ այդ 3 կիլոմետրի վրա մի հատ էլ գողություն տեղի ունեցավ։ Այդ ընթացքում ծախսված բենզինն է մեկ էլ եղել։ Թվերի հետ կապված այդ անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանը եկել իհարկե որոշ տեղափոխումներ կարող է իրենց եկամուտներ են ստացել, որոնք որ տնտեսության վրա ունեցել են 0-ին մոտ ազդեցություն, իրենց անձնական կյանքի վրա որոշակի ազդեցություն ունեցել են, բայց իրանք այդ մեջ շրջանառության մեջ այնքան փոքր բաներ են, որոնք որ ընդհանուր հանրային բարիքի վրա սահմանափակ ազդեցություն են ունեցել։ Կարող է մեկը դրա հետևանքով ռեստորան մի հատ բացել, օրինակ, եւ դա ինչ որ անուղղակի արդյունք ունեցել է, բայց մեծ հաշվով տնտեսության վրա ինքը տեսանելի որևէ արդյունք չի ունեցել։ Թվերի հետ կապված այդ անհամաձայնությունը, այդ 4 միլիարդ, 9 միլիարդ, տեսեք Նիկոլ Փաշինյանն ասեց 4 միլիարդ, հետո դուք հրապարակեցիք վիճակագրական ծառայությունով, որ 4 միլիարդ։ Ինչու է Ռուսաստանի նախագահը ասում, որ ավելին է, քանի որ դրանից առաջ էլ երբ Նիկոլ Փաշինյանը մեկներ էր Մոսկվա, այդ ատոմայինի հետ կապված հանդիպմանը, Վլադիմիր Պուտինը ասեց 11 միլիարդ եւ այնտեղ չառարկեց Նիկոլ Փաշինյանը, որ 11 միլիարդ չի, այլ 9 միլիարդ է ընդհանուր առևտրաշրջանառություն։ Գործընկերներ։ Այսինքն Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է թվեր ընդունված մեթոդաբանությամբ արդեն 30 քանի տարի է։ Հիմա թե որտեղ ինչպես են հաշվում, ես չեմ կարող ասել կամ ինչ թվեր որտեղ ինչ կա։ Մենք այլ բան չենք էլ կարող հրապարակել, եթե վիճակագրական ծառայությունը ասի 1 միլիարդ է, պետք է ասենք 1 միլիարդ է, ասի 11-ը, կասեք 11-ը։ Նայել ենք, տեսել ենք
չգիտեմ 9, ասել ենք 9։ Չի կարող սխալվել Վիճակագրական ծառայությունը հարցրեք։ Սև կասա, կա Մի քանի միլիարդի մասին է։ Սև կասայի թվեր։ Ես այդպիսի բաներից չեմ հասկանում։ Պարոն Պապոյանն, Այդ երևի դուք հասկանում եք, դրա համար այդպիսի հարցեր եք տալի, ես չգիտեմ։ Մի հատ է ոլորտ հետ կապված։ Դրա հետ կապված Վերմեները համաձայնվում է, որ դրա հետ ամբողջ կապված Հայաստանում հարց դաբաղ է տալու տարածված, այս Այդպիսի բան գոյություն Ինչի՞։ չկա։ Ինչու՞։ Մենք բարձրացած իրականացնում ենք միջոցառումներ, որը շատ լավ իրականացնում ենք եւ այդպիսի բան։ Քիրը կա, չէ։ Բայց կա, հարևան երկրներում կա, մենք հիմա վակցինացիա ենք անում։ Լավ,